Երբ քո աչքի առաջ քանդում են կյանքիդ գործը, դու ներում ես, թե պատասխան ես տալիս։ Պատկերացրեք, տեսնում եք ձեր հոր ձեռքով կերտված վերջին խաչքարը, փշրված գետնին, իսկ սուրբ մարմարի փոշին խառնվում է կառուցապատողի կեղտոտ կոշիկների ցեխին։ Սա պարզապես բիզնես չէ, սա հոգու պատերազմ է, որտեղ մի սխալ քայլը կարող է ամեն ինչի վերջը դառնալ։ Մի կողմում հավատքն է, մյուսում բուլդոզերը, եւ այն շարժվում է ուղիղ քո վրա, սպառնալով ջնջել ոչ միայն քո արհեստանոցը, այլև քո ինքնությունը։ Այս պատմության մեջ մենք ցույց կտանք, թե ինչպես կարելի է ուժ գտնել, երբ թվում է, թե ամեն ինչ կորած է։ Բայց ամենակարևորը, դուք կտեսնեք այն պահը, երբ մի հնագույն հայկական աղոթքը դառնում է ավելի հզոր զենք, քան ցանկացած փաստաբան կամ սպառնալիք։ Մի գաղտնիք, որը թաքնված է մեր եկեղեցիների քարերի մեջ եւ որը կարող է փոխել ամեն ինչ մեկ գիշերում։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես սիրել թշնամուդ, երբ նա փորձում է քեզ հողին հավասարեցնել։ Բաժանորդագրվեք հիմա եւ մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքը, տեսնենք քանիսով ենք։ Բուլդոզերի դեղին հրեշային շերեփը դանդաղ բարձրացավ, իր ստվերով ծածկելով արհեստանոցի ցանկապատը։ Գևորգը 45 տարեկան մի տղամարդ, որի ձեռքերը քարի փոշուց սպիտակել էին, կանգնած էր բաց դռան շեմին, ուսերին զգալով ոչ միայն առավոտյան զովը, այլև իր պապերից ժառանգած արհեստի ողջ ծանրությունը։ Նրա կողքին կանգնած էին իր երկու աշակերտները, երիտասարդ Վարդանն ու Հակոբը, որոնց դեմքերին վախն ու անորոշությունն էին։ Ցանկապատի մյուս կողմում Տիգրանն էր, փայլուն կոշիկներով եւ ինքնավստահ ժպիտով մի կառուցապատող, որի համար այս հողակտորը պարզապես հերթական բարձրահարկ շենքի տեղ էր։ Նրա կողքին երկու բարձրահասակ մռայլ տղամարդիկ էին կանգնած, ձեռքերը խաչած կրծքներին։ Տիգրանը ձեռքի ժամացույցին նայեց։ Գևորգ, վերջին անգամ եմ ասում, դու մեկ շաբաթ ունես այս գարաժը դատարկելու համար, բոլոր փաստաթղթերը իմ ձեռքին են, այս հողը իմն է, չես ուզում խնդիրներ։ Գևորգի բռունցքները սեղմվեցին։ Սա գարաժ չէ, սա իմ պապի արհեստանոցն է, այստեղ 100 տարի խաչքար են կերտել, այս հողը դու գողացել ես Տիգրան, եւ դու դա լավ գիտես։ Տիգրանը քմծիծաղ տվեց։ Զգացմունքները թող կնոջ համար, օրենքը իմ կողմն է։ Մեկ շաբաթ։ Նա շրջվեց եւ առանց հետ նայելու գնաց դեպի իր սև ջիպը։ Բուլդոզերը մի պահ մնաց տեղում, հետո շարժիչի խուլ գոռոցով հետ գնաց, փոշու ամպ բարձրացնելով։ Արհեստանոցի ներսում օդը ծանր էր քարի փոշուց, լաքի հոտից եւ հուսահատությունից։ Գևորգի կինը Անին սուրճի բաժակները դրեց հին փայտե սեղանին, որի վրա փորագրված էին իր սկեսրայրի անվան սկզբնատառերը։ Նրանց հետ էր նաեւ իրենց թաղային քահանան, Տեր Մարկոսը, իմաստուն աչքերով մի տարեց մարդ։ Նա չի կատակում, ասաց Վարդանը ձայնը դողալով։ Նրա մարդիկ երեկ ինձ մոտեցել էին փողոցում, ասացին վարպետիդ փոխանցիր, թող խելոք մնա։ Անին սարսափահար նայեց Գևորգին։ Գևորգ, գուցե պետք չէ համառել, սա վտանգավոր է, մենք երեխաներ ունենք։ Գևորգը գլուխը բարձրացրեց, նրա աչքերում ցավն ու զայրույթը խառնվել էին իրար։ Ուրեմն ինչ, Անի, թողնեմ, որ քանդեն այն ամենը, ինչ մեր ընտանիքը ստեղծել է։ Թողնեմ, որ այս սուրբ տեղում բետոն լցնեն։ Սա ուղակի հող չէ, այստեղ իմ հոր ոգին է։ Տեր Մարկոսը, որ մինչ այդ լուր լսում էր, խոսեց։ Տերն ասում է. «Սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին»։ Գևորգը կտրուկ շրջվեց։ Սուրբ Հայր, հարգանքով եմ վերաբերվում ձեզ, բայց ինչպես կարող եմ սիրել մեկին, ով ուզում է ոչնչացնել ինձ, ինչպես օրհնեմ մեկին, ով սպառնում է իմ ընտանիքին, դա անհնար է։ Տեր Մարկոսի հայացքը մեղմ էր։ Որդիս, Քրիստոսը երբեք հեշտ ճանապարհներ չի խոստացել։ Նա չի ասել հասկացեք ձեր թշնամիներին կամ համաձայնվեք նրանց հետ։ Նա ասել է սիրեցեք։ Սա ոչ թե զգացմունք է, այլ կամքի որոշում։ Դա որոշում է չթողնել, որ նրա չարությունը քո սրտում ատելություն ծնի։ 2 օր անց Գևորգը զանգ ստացավ։ Դա իր հին ընկերն էր, Ռուբենը, որը քաղաքապետարանում էր աշխատում։ Գևորգ, վատ լուր ունեմ, շշնջաց նա հեռախոսի մեջ։ Տիգրանը շտապեցնում է գործընթացը։ Նա ինչ-որ մեկին տեսել է վերևներում։ Շինարարության թույլտվությունը կարող են տալ ոչ թե մեկ շաբաթից, այլ վաղը։ Դու պետք է ինչ-որ բան անես, այն էլ արագ։ Գևորգի սիրտը սառեց։ Նա նայեց արհեստանոցի անկյունում կանգնած անավարտ խաչքարին։ Դա իր հոր վերջին գործն էր, որը նա չէր հասցրել ավարտել։ Նուրբ զարդանախշերը կարծես կիսատ մնացած աղոթք լինեին։ Նա մոտեցավ քարին, մատները սահեցրեց սառը մակերեսով։ Այդ պահին դուռը բացվեց, եւ ներս մտան 2 ոստիկան։ Գևորգ Կարապետյան, հարցրեց ավագը։ Մեզ հետ պետք է գաք բաժանմունք, ձեզանից բողոք կա Տիգրան Մանուկյանին սպառնալու համար։ Վարդանն ու Հակոբը քարացան տեղում։ Գևորգը դանդաղ շրջվեց, նայելով ոստիկաններին, հետո իր հոր անավարտ հաչքարին։
Նա հասկացավ, որ Տիգրանը պարզապես չի ուզում հողը, նա ուզում է կոտրել իր ոգին։ Բաժանմունքի սառը, անհյուրընկալ սենյակում քննիչը անտարբեր դեմքով մի մարդ թղթերն էր թերթում։ Ասում է, սպառնացել եք իր ֆիզիկական անվտանգությանը, ասել եք կտեսնես, թե ինչ կլինի քեզ հետ։ Ճիշտ է։ Գևորգը գլուխը թափ տվեց։ Ես նման բան չեմ ասել, ես ասել եմ, որ նա կպատասխանի օրենքի առաջ։ Քննիչը հոգոց հանեց։ Լսիր Կարապետյան, ես քեզ մի լավ խորհուրդ տամ։ Տիգրանը լուրջ մարդ է, մի խաղակրակի հետ։ Ստորագրիր այս թուղթը, որ այլևս չես մոտենա նրան ու իր սեփականությանը, եւ կարող ես գնալ։ Հակառակ դեպքում գիշերը կմնաս այստեղ։ Նա Գևորգի առաջ դրեց մի թուղթ։ Դա ոչ միայն խոստում էր, այլևս ըստ էության իր հողից եւ իրավունքներից հրաժարվելու փաստաթուղթ։ Գևորգի աչքերի առաջ եկավ Տեր Մարկոսի դեմքը։ Սիրեցեք ձեր թշնամիներին։ Նա նայեց քննիչի ցինիկ հայացքին, հետո թղթին։ Սա սիրով պատասխանելու պահն էր, թե արդարության համար պայքարելու։ Նրա մեջ պայքարում էին երկու ուժեր՝ քրիստոնեական խոնարհությունն ու հայ տղամարդու արժանապատվությունը։ Նա վերցրեց գրիչը, բայց մատները չէին ենթարկվում։ Գևորգը գրիչը դրեց սեղանին, չստորագրելով թուղթը։ Նրա ներսում մի սառը վճռականություն էր հասունացել։ Ես ոչ մի թուղթ չեմ ստորագրի, ասաց նա հանգիստ, բայց ամուր ձայնով, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Ես ոչ ոքի չեմ սպառնացել, եթե դուք ունեք ապացույցներ, ներկայացրեք, եթե ոչ, ապա ես պահանջում եմ իմ փաստաբանին։ Քննիչը զարմացած նայեց նրան, հետո զայրացած։ Նա սպասում էր վախեցած, կոտրված մարդու, բայց տեսնում էր մի հանգիստ ուժ, որը չէր հասկանում։ Մի քանի լարված րոպեներ անց, երբ հասկացավ, որ ճնշումը չի օգնում, քննիչը դժկամությամբ թույլ տվեց նրան գնալ, զգուշացնելով, որ գործը դեռ փակված չէ։ Երբ Գևորգը դուրս եկավ բաժանմունքի շենքից, արդեն մթնում էր։ Նա խորը շունչ քաշեց երեկոյան սառը օդը, որը թվում էր ազատության համուն էր։ Նա չգիտեր, թե ինչու չստորագրեց, բայց զգում էր, որ դա ճիշտ որոշում էր։ Դա ոչ թե հպարտություն էր, այլ մի խորը զգացում, որ չի կարելի չարին պատասխանել նրա պայմաններով։ Նա հրաժարվեց խաղալ Տիգրանի խաղը։ Գևորգի տանը մթնոլորտը էլեկտրականացած էր։ Սեղանին դրված ընթրիքը սառել էր։ Անին անհանգիստ քայլում էր սենյակում, իսկ Գևորգի կրտսեր եղբայրը Լևոնը բռունցքով հարվածում էր սեղանին։ Լևոնը 38 տարեկան, գործնական, տաքարյուն եւ իրականությանը սթափ նայող մարդ էր, որը քիչ էր հավատում աղոթքների ուժին եւ շատ փողի եւ կապերի։ Ես քեզ զգուշացնում էի, Գևորգ, ես ասում էի, որ այս Տիգրանը սովորական սրիկա չէ, իսկ դու ինչ, Տեր հոր հետ ես զրուցում ներման մասին։ Ահա քեզ ներումը, ոստիկանական բաժանմունք, վաղը նրանք քեզ թմրանյութ կգցեն գրպանդ ու կփակեն տարիներով։ Արթնացիր եղբայրս։ Գևորգը հոգնած նստեց աթոռին։ Լևոն, ինչ ես առաջարկում։ Գնամ նրա մարդկանց պես իրենց լեզվով խոսեմ։ Այո, գրեթե գոռաց Լևոնը։ Եթե պետք է, այո, ես ընկերներ ունեմ, որոնք կարող են նրա հետ զրուցել այնպես, որ նա մոռանա մեր թաղամասի ճանապարհը։ Մենք կարող ենք լավ փաստաբան վարձել, կեղտ փորել նրա անցյալից, մամուլ բարձրացնել։ Պետք է պատասխան հարված հասցնել, ոչ թե մյուս թուշը դեմ տալ։ Այդ պահին Գևորգը զգաց, որ իր ընտանիքը բաժանվում է երկու ճամբարի։ Լևոնը ռեալիստների առաջնորդն էր, իսկ ինքը, ով էր ինքը։ Գևորգը ձեռքը տարավ դեպի սեղանի վրա դրված հին կաշվե կազմով ավետարանը։ Դա իր պապի ավետարանն էր, որի էջերը դեղնել էին սերունդների հպումից։ Լսեք, ասաց նա հանգիստ, ես ուզում եմ ձեզ համար մի բան կարդալ։ Նա բացեց Ղուկասի ավետարանը եւ սկսեց կարդալ լեռան քարոզից։ Բայց ձեզ եմ ասում, որ լսում եք, սիրեցեք ձեր թշնամիներին, բարի արեք ձեզ ատողներին, օրհնեցեք ձեզ անիծողներին եւ աղոթք արեք նրանց համար, ովքեր ձեզ նեղացնում են։ Լևոնը ծիծաղեց, դառը հիասթափված ծիծաղով։ Հիանալի է, ուղղակի հիանալի։ Տիգրանը վաղը բուլդոզերով կմտնի արհեստանոց, իսկ դու մեզ ավետարան ես կարդում։ Գևորգ, դու կորցնում ես իրականության զգացումը։ Սա հեքիաթ չէ, սա կյանք է, եւ այս կյանքում գայլերին ուտում են գառներին։ Անին, որի աչքերը կարմրել էին լացից, խոսեց. Լևոն, մի խոսիր այդպես, Գևորգը ճիշտ է, մենք չենք կարող չարությամբ պատասխանել չարությանը, դա մեզ կդարձնի նրա նման։ Իսկ ես չեմ ուզում սուրբ լինել, ես ուզում եմ, որ իմ երեխաները հանգիստ քնեն, կտրուկ պատասխանեց Լևոնը։ Եթե դու եղբայրս պատրաստ չես պայքարելու, ապա ես ինքս կանեմ դա։ Ես թույլ չեմ տա, որ մի սրիկա ոչնչացնի մեր հոր հիշատակը։ Նա վեր կացավ եւ դուռը շրխկացնելով դուրս եկավ։ Գևորգը մնաց նստած ձեռքին բաց ավետարանը։ Քրիստոսի խոսքերը, որ պետք է խաղաղություն բերեին, փոթորիկ էին առաջացրել իր իսկ տանը։ Նա զգաց, որ ճանապարհը, որն ընտրել էր, շատ ավելի միայնակ ու դժվարին է լինելու, քան պատկերացնում էր։
Հաջորդ առավոտ արհեստանոցի դուռը թակեցին։ Դա Տեր Մարկոսն էր։ Նա լսել էր ոստիկանությունում տեղի ունեցածի մասին։ Քահանան լուռ նայեց Գևորգի հոգնած դեմքին, հետո իր հայացքը սևեռեց անավարտ խաչքարին։ Նա ուզում է ոչ միայն հողը, այլև հոգիդ որդիս, ասաց նա փափուկ։ Չարի ամենամեծ հաղթանակը այն չէ, երբ նա քանդում է քո տունը։ Ամենամեծ հաղթանակն այն է, երբ նա ստիպում է քեզ ատել նրան, երբ նա իր թույնը լցնում է քո սրտի մեջ և քեզ դարձնում իր նման։ Գևորգը ձայն չհանեց։ Երեկ Լևոնը եկել էր ինձ մոտ, շարունակեց Տեր-հայրը։ Նա զայրացած է, վիրավորված։ Նա սիրում է քեզ և ուզում է պաշտպանել ընտանիքը իր հասկացած ձևով։ Դու պետք է համբերատար լինես նրա հետ։ Ինչպես Սուրբ հայր, հարցրեց Գևորգը, ձայնը խրպոտելով, ինչպես բացատրեմ նրան մի բան, որը ես ինքս մինչև վերջ չեմ հասկանում։ Ինչպես կարող եմ սիրել Տիգրանին, երբ իմ ամբողջ էությունը պահանջում է արդարություն։ Տեր Մարկոսը ձեռքը դրեց նրա ուսին։ Արդարությունը Աստծունն է, Գևորգ, մերը ողորմությունն է։ Աղոթիր Տիգրանի համար, ոչ թե շուրթերով, այլ սրտով։ Խնդրիր Աստծուն, որ քեզ ցույց տա նրան ոչ թե որպես թշնամի, այլ որպես կորած, հիվանդ հոգի։ Դա ամենադժվար բանն է, որ Աստված մեզանից պահանջում է, բայց միայն այդ ճանապարհով դու կգտնես խաղաղություն և ուժ։ Նրանց զրույցը ընդհատեց բջջայինի զանգը, դա Անին էր։ Գևորգ, արի տուն, արագ, բուլդոզերը, նրանք վերադարձել են։ Գևորգի սիրտը կատաղի բաբախում էր, երբ նա վազում էր փողոցով։ Նրա մտքում միայն Անինի խուճապահար ձայնն էր, նրանք վերադարձել են։ Երբ նա հասավ արհեստանոցի մոտ, տեսարանը սառեցրեց արյունը երակներում։ Բուլդոզերը կանգնած էր ցանկապատից մի քանի մետր հեռավորության վրա, շարժիչը գրմռում էր, կարծես գազան, որը պատրաստվում է հարձակման։ Ցանկապատի մի հատված արդեն քանդված էր։ Տիգրանը կանգնած էր իր ջիպի մոտ, իսկ նրա կողքին մի քանի բանվորներ էին, ձեռքերին մուրճեր ու լոմեր։ Անին, Վարդանն ու Հակոբը կանգնած էին արհեստանոցի դիմաց, կենդանի պատնեշ կազմելով։ Մի քանի հարևաններ դուրս էին եկել իրենց տներից, լուռ ու վախեցած հետևելով իրադարձություններին։ Գևորգը վազեց ու կանգնեց կնոջ կողքին։ Տիգրան, ի՞նչ ես անում։ Դու դատարանի որոշում չունես։ Տիգրանը ծխախոտի մնացորդը գցեց գետնին և տրորեց կոշիկի տակ։ Ինձ դատարանի որոշում պետք չէ իմ սեփական հողում աշխատելու համար։ Ես քեզ զգուշացրի, Գևորգ, դու չլսեցիր։ Հիմա մի խանգարիր։ Նա ակնարկ արեց բանվորներին, և նրանք շարժվեցին դեպի ցանկապատի մնացած մասը։ Այդ պահին, կարծես երկնքից, հայտնվեց Լևոնը։ Նա մեքենայից դուրս թռավ և վազեց ուղիղ Տիգրանի վրա։ «Հեյ, դու, հեռու մնա իմ եղբոր սեփականությունից»։ Տիգրանի մարդիկ շրջապատեցին Լևոնին։ Լարվածությունը հասավ գագաթնակետին։ Գևորգը նետվեց նրանց միջև։ «Կանգնեք, Լևոն, պետք չէ», բայց արդեն ուշ էր։ Սկսվեց քաշքշուկ, բղավոցներ, հայհոյանքներ։ Գևորգը փորձում էր բաժանել նրանց, բայց հայտնվեց հարվածների կենտրոնում։ Մի քանի րոպե անց ամեն ինչ ավարտվեց։ Լևոնի շուրթը պատռված էր, Տիգրանի մարդկանցից մեկի քիթը առնաուսում էր։ Տիգրանը հանգիստ հանեց հեռախոսը։ «Հիմա ես ոստիկանություն կկանչեմ խուլիգանության և իմ աշխատողների վրա հարձակվելու համար։ Դուք երկուստ էլ այս գիշեր բանտում կանցկացնեք»։ Նա հավաքեց համարը։ Գևորգը հասկացավ, որ թակարդի մեջ է։ Ցանկացած դիմադրություն միայն կվատթարացներ իրավիճակը։ Նրա հոգում փոթորիկ էր, զայրույթ, անզորություն, վախ, և այդ ամենի մեջ հանկարծ հիշեց Տեր Մարկոսի խոսքերը. «Աղոթիր նրա համար, խնդրիր Աստծուն, որ քեզ ցույց տա նրան ոչ թե որպես թշնամի, այլ որպես կորած, հիվանդ հոգի»։ Այդ պահին դա թվում էր անհնար, աբսուրդ, բայց նա այլ ելք չուներ։ Նա աչքերը փակեց և մտքում սկսեց աղոթել։ Ոչ թե իր փրկության, այլ Տիգրանի հոգու համար։ Նա աղոթում էր այնպես, ինչպես երբեք չէր աղոթել, ամբողջ սրտով, ամբողջ հոգով։ Երբ նա աչքերը բացեց, տեսավ, որ Տիգրանը տարօրինակ ձևով նայում է իրեն։ Հեռախոսը դեռ ականջին էր, բայց նա չէր խոսում։ Ինչ-որ բան փոխվել էր նրա հայացքում։ Կարծես մի պահ նրա ինքնավստահ դիմակի տակից երևացել էր մեկ ուրիշը, հոգնած, դժբախտ մի մարդ։ «Լավ», Տիգրանը հանկարծ իջեցրեց հեռախոսը, «այսօրվա համար բավական է»։ Նա շրջվեց դեպի իր մարդիկ։ «Գնացինք»։ Նրանք զարվածած նայեցին իրենց պետին, բայց ենթարկվեցին։ Բուլդոզերի շարժիչը լռեց։ Մի քանի րոպե անց փողոցը դատարկվեց։ Մնացին միայն Գևորգը, իր ընտանիքը և քանդված ցանկապատը։ Լևոնը մոտեցավ եղբորը։ «Ինչ էր սա, ինչու նա գնաց»։ Գևորգը չգիտեր պատասխանը։ Նա միայն գիտեր, որ այն պահին, երբ ինքը հրաժարվեց ատելությունից և ընտրեց աղոթքը, ինչ-որ անբացատրելի բան տեղի ունեցավ։ Դա հաղթանակ չէր, դա ընդամենը դադար էր, բայց այդ դադարի մեջ նա զգաց մի ուժ, որը իրենը չէր։
Այդ երեկո, երբ Տեր Մարկոսը լսեց պատմությունը, նա երկար լռեց, հետո ասաց. «Դու առաջին քայլն արեցիր որդիս, դու թույլ չտվեցիր, որ նրա չարությունը քո սիրտը գրավի, բայց ճանապարհը դեռ երկար է, հիմա դու պետք է ցույց տաս նրան ոչ թե խոսքով, այլ գործով, թե ինչ է նշանակում Քրիստոսի սերը»։ Հաջորդ 3 օրերի ընթացքում Գևորգը անում էր մի բան, որը հակասում էր ցանկացած տրամաբանության։ Նա աշխատում էր արհեստանոցում, ոչ թե իր պատվերների վրա, այլ մի փոքրիկ նրբաճաշակ խաչքարի։ Նա իր ամբողջ վարպետությունը, իր ամբողջ հոգին դնում էր այդ քարի մեջ։ Վարդանն ու Հակոբը ոչինչ չէին հասկանում։ «Վարպետ, ինչի համար է սա, մենք ժամանակ չունենք»։ Գևորգը միայն ժպտում էր։ 4-րդ օրը նա վերցրեց պատրաստի խաչքարը, զգուշորեն փաթաթեց կտորի մեջ և գնաց։ Նա գնաց Տիգրանի շքեղ գրասենյակ, որը գտնվում էր քաղաքի կենտրոնում իր կառուցած փայլուն ապակե շենքերից մեկում։ Նա առանց զգուշացնելու մտավ ներս։ Տիգրանը նստած էր իր հսկայական սեղանի մոտ, հեռախոսով խոսելով։ Երբ տեսավ Գևորգին, դեմքը քարացավ։ Նա կոպիտ ավարտեց խոսակցությունը. «Դու ինչ գործ ունես այստեղ, ես քեզ զգուշացրել էի»։ Գևորգը լուռ մոտեցավ սեղանին և զգուշորեն դրեց խաչքարը։ «Սա քեզ համար է», ասաց նա հանգիստ։ «Թող Աստված օրհնի քո աշխատանքը և քեզ խաղաղություն տա»։ Տիգրանը մայեց խաչքարին, հետո Գևորգին, կարծես խելագարի լիներ։ Նրա դեմքին զայրույթն ու զարմանքը խառնվել էին իրար։ Նա վերցրեց խաչքարը, որը կատարյալ էր իր ձևի և նախշերի մեջ։ Մի պահ թվաց, թե նրա մատները շոյում են քարի սառը մակերեսը։ Հետո նրա դեմքը կրկին կոշտացավ։ Նա վեր կացավ, գնաց դեպի սենյակի անկյունում դրված աղբամանը և առանց մի խոսք ասելու խաչքարը նետեց մեջը։ Քարի, մետաղին դիպչելու ձայնը որպես ապտակ հնչեց լռության մեջ։ «Ինձ քո քարերը պետք չեն», սառը ասաց Տիգրանը, նայելով ուղիղ Գևորգի աչքերի մեջ։ «Ինձ քո հողն է պետք, հիմա դուրս արի այստեղից»։ Գևորգը կանգնած էր քարացած։ Նա զգում էր, թե ինչպես են բոլորի հայացքները սևեռված իր վրա։ Նվաստացումը այրում էր նրան ներսից։ Նրա բարի կամքի դրսևորումը, նրա խաղաղության ձեռքը մերժվել էր ամենաստորացուցիչ ձևով։ Նա դանդաղ շրջվեց և դուրս եկավ գրասենյակից, մեջքի հետևում լսելով քարտուղարուհիների զսպված խխկոցը։ Փողոցում նա կանգ առավ, չիմանալով ուր գնալ։ Այն ուժը, որ զգացել էր մի քանի օր առաջ, լքել էր իրեն։ Նա զգում էր միայն դատարկություն և ջախջախվածություն։ Նրա Քրիստոսի խորհուրդը կիրառելու առաջին, միամիտ փորձը ավարտվել էր լիակատար ձախողմամբ։ Նա հասկացավ, որ սիրել թշնամուն արտահայտությունը շատ ավելի խորն ու բարդ է, քան նա պատկերացնում էր։ Դա պարզապես բարի ժեստ անելը չէր, դա մի բան էր, որը պահանջում էր ոչ թե մարդկային, այլ աստվածային ուժ և իմաստություն։ Եվ նա այդ պահին զգում էր, որ ինքը չունի ոչ մեկը, ոչ մյուսը։ Գևորգը ժամերով թափառում էր Երևանի փողոցներում, աննպատակ։ Նվաստացման զգացումը ծանր քարի պես նստել էր սրտին։ Նրա միամիտ փորձը չարին բարությամբ պատասխանելու ոչ միայն ձախողվել էր, այլև նրան դարձրել էր ծաղրի առարկա։ Նա իրեն զգում էր հիմար, թույլ, պարտված։ Երբ ուշ երեկոյան վերադարձավ տուն, Լևոնը սպասում էր նրան։ Եղբոր դեմքը մռայլ էր։ Նա ձեռքին պահում էր տեղական թերթի թարմ համարը։ Առանց մի խոսք ասելու նա թերթը դրեց Գևորգի առաջ։ Վերնագիրը աչք էր ծագում։ Խաչքարագործի խարդախությունը, ինչպես են Կարապետյանները փորձում շանտաժի ենթարկել բարեխիղճ կառուցապատողին։ Հոդվածը զրպարտության կեղտոտ հեղեղ էր։ Այնտեղ Գևորգն ու իր հայրը ներկայացվում էին որպես հող զավթողներ, ովքեր տարիներ շարունակ անօրինական կերպով տիրացել են ուրիշի սեփականությանը, իսկ այժմ, երբ օրինական տերը, հարգարժան գործարար Տիգրան Մանուկյանը ցանկանում է վերականգնել իր իրավունքները, նրանք դիմում են սպառնալիքների և հասարակական կարծիքը մոլորեցնելու փորձերի։ Նյութը լի էր կեղծ փաստերով, անանուն ականատեսների վկայություններով և Տիգրանի լուսանկարով, որտեղ նա բարեգործական միջոցառման ժամանակ երեխաների էր գրկել։ Գևորգի ձեռքերը սկսեցին դողալ։ Սա պարզապես հարված չէր իրեն, սա հարված էր իր հոր հիշատակին, իր ընտանիքի պատվին։ «Հիմա գոհ ես քո «սիրեցեք թշնամիներին» քաղաքականությունից», սառը հարցրեց Լևոնը։ «Դու նրան խաչքար ես նվիրում, նա քո անունը խառնում է ցեղին, ահա քո քրիստոնեական սիրո արդյունքը։ Վաղը մեր մայրը շուկա չի կարողանա գնալ»։ Լևոնի խոսքերը մարդկարեական էին։ Հաջորդ առավոտ, երբ տիկին Սաթենիկը, Գևորգի տարեց մայրը, գնաց իրենց թաղամասի փոքրիկ շուկա, նա բախվեց սառը պատի։ Մարդիկ, ում նա ճանաչում էր տասնյակ տարիներ, խուսափում էին նրա հայացքից, շշնջում էին նրա մեջքի հետևում։ Հացթուխը, որը միշտ նրա համար մի կողմ էր դնում ամենաթարմ լավաշը, ձևացրեց քեչի տեսնում նրան։
Կանաչեղեն վաճառող կինը, ում հետ նրանք հաճախ սուրճ էին խմում, կտրուկ ասաց, որ իր մոտ լավ լոլիկ չի մնացել։ Տիկին Սաթենիկը վերադարձավ տուն դատարկ տոպրակով և կոտրված սրտով։ Ճնշումը դարձել էր ֆիզիկապես շոշափելի։ Ամոթի զգացումը ծանր ամբի պես կախվել էր նրանց տան վրա։ Նույնիսկ Գևորգի երեխաները դպրոցում բախվել էին ծաղրանքի։ Գևորգը զգում էր, որ իր ընտանիքը քանդվում է ներսից։ Նա գնաց Տեր Մարկոսի մոտ հոգում խառնաշփոթ. «Սուրբ Հայր, ես արեցի այն, ինչ դուք ասացիք։ Ես փորձեցի սիրով պատասխանել։ Եվ ինչ ստացվեց։ Նա ոտնատակ տվեց իմ նվերը, իմ ընտանիքի պատիվը։ Մարդիկ մեզնից երես են թեքում։ Գուցե Լևոնն է ճիշտ։ Գուցե այս աշխարհում պետք է պայքարել ատամներով ու եղունգներով»։ Տեր Մարկոսը երկար նայում էր նրան։ Նրա հայացքում կարեկցանք կար, բայց ոչ զիջում։ «Գևորգ, դու կարծում ես Քրիստոսին հեշտ է լինելու։ Երբ նա ասում էր «Սիրեցեք ձեր թշնամիներին», նա գիտեր, որ նրանք կշարունակեն ձեզ ատել։ Երբ նա ասում էր «Օրհնեցեք ձեզ անիծողներին», նա գիտեր, որ նրանք կշարունակեն ձեզ անիծել։ Նրա խորհուրդը ոչ թե մարտավարություն է թշնամուն հաղթելու համար, այլ ճանապարհ սեփական հոգին փրկելու համար։ Դու նրան խաչքար նվիրեցիր, ենթագիտակցորեն սպասելով, որ նա կփոխվի, կգնահատի։ Դու դա արեցիր արդյունքի համար, բայց Քրիստոսի սերը անպայմանական է։ Այն սիրում է անկախ պատասխանից։ Գևորգը գլուխը կախեց։ Բայց ես չեմ կարող, ես ուժ չունեմ, իմ ընտանիքը տառապում է, ինչ կասեն մարդիկ։ Նրանք կասեն Գևորգը թուլակամ է, վախկոտ, որը չի կարողանում պաշտպանել իրենը։ Իսկ Քրիստոսի մասին ինչ էին ասում, երբ նրան խաչում էին, հանգիստ հարցրեց քահանան։ Նրանք էլ էին ասում. «Եթե Աստծո որդի ես, իջիր խաչից և փրկիր քեզ»։ Բայց նա մնաց խաչի վրա, ոչ թե որովհետև թույլ էր, այլ որովհետև նրա ուժը ոչ թե այս աշխարհից էր։ Քո պայքարը, Գևորգ, Տիգրանի դեմ չէ, քո պայքարը քո ներսում է, մարդկային բանականության և Աստծո իմաստության միջև, քո պատվի հասկացության և Քրիստոսի խոնարհության միջև։ Գևորգը հեռացավ եկեղեցուց ավելի մեծ խառնաշփոթի մեջ, քան եկել էր։ Նա հայտնվել էր հոգևոր փակուղում։ Մի կողմից նա հավատում էր ավետարանի խոսքերին, մյուս կողմից նրա կյանքի իրականությունը ցույց էր տալիս, որ այդ խոսքերին բառացի հետևելը տանում է դեպի կործանում։ Նա սկսեց կասկածել ոչ թե Աստծո գոյությանը, այլ իր Աստծո խոսքը ճիշտ հասկանալու ունակությանը։ Գուցե կային բացառություններ։ Գուցե սիրել թշնամուն խորհուրդը վերաբերում էր անձնական վիրավորանքներին, բայց ոչ այն դեպքերին, երբ վտանգված է քո ընտանիքի ապագան։ Նա զգում էր, որ կորցնում է հողը ոտքերի տակ։ Քրիստոսի խորհուրդը, որը պետք է լույս լիներ իր ճանապարհին, վերածվել էր անանցանելի պատի։ Հաջորդող օրերը Գևորգի համար վերածվեցին մոխրագույն, անվերջ մղձավանջի։ Նա գրեթե դուրս չէր գալիս արհեստանոցից, բայց չէր էլ աշխատում։ Նա պարզապես նստում էր շրջապատված քարի գործիքներով և իր պապերի ոգով, բայց իր ներսում դատարկություն էր։ Նրա հավատքը, որը միշտ եղել էր իր կյանքի հենասյունը, սկսել էր ճաքեր տալ։ Նա զգում էր, որ Աստված լքել է իրեն, կամ, որ ավելի վատ էր, նա պարզապես չէր հասկանում Աստծո լեզուն։ Հուսահատության եզրին առանց որևէ մեկին զգուշացնելու մի առավոտ նա մեքենան քշեց դեպի լեռները, դեպի Գեղարդի վանք։ Նա չգիտեր, թե ինչ էր փնտրում այնտեղ, գուցե մենություն, գուցե նշան։ Նա չմտավ եկեղեցի, այլ բարձրացավ մոտակա բլուրը և նստեց մի մեծ քարի վրա, նայելով ժայռափոր վանքին, որը դարեր շարունակ կանգուն էր մնացել բոլոր փոթորիկների դիմաց։ Նա չէր աղոթում, բառերը չորացել էին նրա շուրթերին։ Նա պարզապես նստում էր լռության մեջ, թույլ տալով, որ իր ներսի ցավն ու խառնաշփոթը լուռ հոսեն։ Ժամեր անցան, արևը սկսեց մայր մտնել, լեռները ներկելով նարնջագույն ու մանուշակագույն երանգներով։ Հենց այդ պահին նրա ուշադրությունը գրավեց մի տեսարան վանքի բակում։ Մի քանի տղաներ խաղում էին, վազվզելով։ Նրանց հետ մի թափառական շուն էր, որը ուրախ պոչ էր թափահարում։ Հանկարծ տղաներից մեկը, ամենաաղմակոտը, քար վերցրեց գետնից և նետեց շան վրա։ Քարը դիպավ կենդանու թաթին։ Շունը ցավից կաղկանձեց և կաղալով փախավ։ Գևորգի սրտում զայրույթի ալիք բարձրացավ։ Նա ուզում էր գոռալ, իջնել ներքև և դաս տալ անխիղճ տղային։ Բայց հետո նա տեսավ մի բան, որը ստիպեց նրան քարանալ։ Վանքի դռնից դուրս եկավ մի ալեհեր, երկար մորուքով վանական։ Նա տեսել էր ամեն ինչ։ Դանդաղ քայլերով նա մոտեցավ այն տեղին, որտեղ ընկած էր տղայի նետած քարը։ Գևորգը սպասում էր, որ վանականը կվերցնի քարը և կհանդիմանի տղաներին, կամ գուցե նույնիսկ հետ կնետի այն։ Բայց վանականը արեց մի բան անսպասելի։ Նա հանգիստ կռացավ, վերցրեց սուր անկյուններով տգեղ քարը, նայեց նրան մի պահ, հետո գնաց դեպի վանքի կիսավեր պարսպի մի հատված, որտեղ քարեր էին պակասում։ Նա զգուշությամբ, կարծես թանկարժեք իր լիներ,
Քարը դրեց պատի հիմքում, լրացնելով բացը։ Նա չարության գործիքը վերածեց շինանյութի։ Այդ պահին Գևորգի գիտակցության մեջ ինչ-որ բան շրջմեց, կարծես կայծակ խփեց և մթությունը ցրվեց։ Նա հանկարծ հասկացավ։ Նա հասկացավ Քրիոտոսի խորհրդի իրական ցնցող իմաստը. «Սիրեցեք ձեր թշնամիներին»։ Դա չէր նշանակում անտարբեր լինել չարիքի նկատմամբ։ Դա չէր նշանակում թույլ տալ, որ քեզ ոչնչացնեն։ Դա չէր նշանակում պասիվ կերպով հանդուրժել անարդարությունը։ Դա նշանակում էր չարի կործանարար էներգիան վերցնել և այն վերափոխել արարման էներգիայի։ Տիգրանը քար էր նետում իր վրա, զրպարտության քար, ճնշման քար, ատելության քար։ Իսկ ինչ էր անում ինքը, Գևորգը։ Նա կամ փորձում էր այդ քարը հետ նետել, ինչպես Լևոնն էր առաջարկում, կամ պարզապես կանգնում էր և թույլ տալիս, որ այդ քարերը հարվածեն իրեն, ինչպես ինքն էր փորձում անել։ Երկու դեպքում էլ նա թույլ էր տալիս, որ Տիգրանի չարությունը որոշի խաղի կանոնները։ Քրիստոսն առաջարկում էր երրորդ ճանապարհը. «Վերցրու այն քարը, որ նետում են քո վրա, և դրանով կառուցիր մի բան։ Օգտագործիր քո դեմ ուղղված ուժը որպես վառելիք քո սեփական շարժման համար։ Մի պայքարիր նրա դեմ, այլ վերահղիր նրա հարվածը»։ Գևորգը ցնցված էր այս հայտնության պարզությունից և հանճարեղությունից։ Դա այնքան տրամաբանական էր, այնքան խորը և միևնույն ժամանակ այնքան անսպասելի։ Նրա բոլոր նախորդ փորձերը, խաչքար նվիրելը, պասիվ դիմադրությունը, հանկարծ երևացին իրենց իսկական լույսի ներքո, որպես մակերեսային միամիտ մեկնաբանություններ։ Նա հասկացել էր բառերը, բայց ոչ երաժշտությունը։ Այժմ նա լսում էր երաժշտությունը։ Նրա աչքերը լցվեցին արցունքով, ոչ թե ցավի, այլ երախտագիտության։ Նա հասկացավ, որ Քրիստոսի իմաստությունը ոչ թե այս աշխարհից կտրված իդեալիզմ է, այլ ամենագործնական, ամենահզոր ռազմավարությունը, որը երբևէ տրվել է մարդկությանը։ Դա պարտվողի փիլիսոփայություն չէր, այլ հոգևոր ձյուդոյի արվեստ, որտեղ դու օգտագործում ես հակառակորդի ուժը նրան հաղթելու համար առանց նրա նման դառնալու։ Նա վեր կացավ։ Նրա մեջ այլևս չկար ոչ վախ, ոչ զայրույթ, ոչ հուսահատություն, կար միայն պարզ, հանգիստ վճռականություն։ Նա գիտեր, թե ինչ պետք է անի։ Նա այլևս չէր պատրաստվում պայքարել Տիգրանի դեմ։ Նա պատրաստվում էր կառուցել։ Եվ նա պատրաստվում էր օգտագործել հենց այն քարերը, որ Տիգրանը նետում էր իր վրա, որպես իր նոր շինության հիմնաքարեր։ Երբ Գևորգը վերադարձավ Գեղարդից, նա այլ մարդ էր։ Արտաքուստ նույնն էր, նույն հոգնած աչքերը, քարի փոշով պատված ձեռքերը, բայց նրա ներսում մի անսասան հանգստություն էր տիրում, որը զարմացնում էր բոլորին։ Նա այլևս չէր խոսում պարտության կամ անարդարության մասին։ Նրա մեջ ծնվել էր մի ծրագիր, այնքան համարձակ ու անսպասելի, որ սկզբում թվում էր խելագարություն։ Այդ երեկո նա հավաքեց իր ընտանիքին, Անիին, Լևոնին, իր մորը, ինչպես նաև Վարդանին ու Հակոբին։ Նրանք նստած էին արհեստանոցում, որի կիսաքանդ ցանկապատից ներս էր թափանցում փողոցային լապտերի տխուր լույսը։ Գևորգը սպասեց մինչև բոլորը լռեն, հետո հանգիստ, բայց վստահ ձայնով ասաց. «Ես գտա պատասխանը»։ Բոլորի հայացքները սևեռվեցին նրա վրա։ Լևոնը հոգնած ձեռքով շփեց դեմքը։ «Գևորգ, խնդրում եմ, եթե նորից ավետարանից մեջբերումներ ես անելու»։ «Ոչ», ընդհատեց նրան Գևորգը, «սա մեջբերում չէ, սա գործողության ծրագիր է։ Տիգրանը քարեր է նետում մեր վրա։ Նա օգտագործում է իր փողը, իր կապերը, մամուլը, որպեսզի մեզ կոծրի։ Մենք սխալ էինք անում, փորձելով կամ հետ նետել այդ քարերը, կամ պարզապես կանգնել դրանց տակ։ Այսուհետ մենք այդ քարերը հավաքելու ենք»։ Նա մի պահ դադար տվեց, որպեսզի խոսքերը տեղ հասնեն։ «Տիգրանը ուզում է վերցնել մեր հողը, որպեսզի այստեղ իր համար շքեղ առանձնատուն կառուցի։ Շատ լավ։ Իսկ մենք, հենց այստեղ, նրա ապագա առանձնատան քթի տակ, սկսելու ենք վերականգնել այն հին լքված մատուռը, որը գտնվում է մեր հողամասի հետևում»։ Սենյակում մեռյալ լռություն տիրեց։ Լևոնը նայում էր եղբորը, կարծես նա վերջնականապես կորցրել էր բանականությունը։ «Դու լուրջ ես, մատուռ, ինչի մասին ես խոսում։ Այդ ավերակը 100 տարի է, ոչ ոքի պետք չէ։ Իսկ մենք ինչ փողով ենք դա անելու։ Եվ ինչ իմաստ ունի»։ «Իմաստը շատ պարզ է», պատասխանեց Գևորգը, և նրա աչքերում կրակ վառվեց։ «Տիգրանը մեր դեմ օգտագործում է ագահության և ոչնչացման էներգիան։ Մենք նրա էներգիան վերածելու ենք ստեղծագործության և աղոթքի։ Նա ուզում է այս վայրը դարձնել մեկ մարդու հարստության խորհրդանիշ, իսկ մենք այն կդարձնենք բոլորի համար աղոթքի տուն։
Մենք կանենք դա մեր ձեռքերով, անվճար, որպես նվեր մեր համայնքին։ Թող նա կառուցի իր պալատը, իսկ կողքին կլինի Աստծո տունը, որը կառուցվել է հենց այն ատելության քարերով, որ նա նետել է մեր վրա։ Լևոնը գլուխը թափ տվեց. «Սա խելագարություն է, քո դեմ իսկական գիշատիչ է, իսկ դու ուզում ես մատուռ կառուցել, նա մեզ ավելի շատ կծաղրի»։ Բայց հետո խոսեց Անին. նա ամբողջ ընթացքում լուր նայում էր ամուսնուն։ Երկար ամիսների ընթացքում առաջին անգամ նա տեսավ Գևորգի աչքերում ոչ թե ցավ ու անզորություն, այլ ուժ և լույս։ Նա մոտեցավ և ձեռքը դրեց Գևորգի ձեռքին։ «Ես քեզ հետ եմ», ասաց նա պարզ ու հանգիստ։ Այդ երկու բառը փոխեցին ամեն ինչ։ Լևոնը դեռ կասկածում էր, բայց Անիի հավատը սասանեց նրա վստահությունը։ Վարդանն ու Հակոբը, որոնք ոգեշնչվել էին իրենց վարպետի անսպասելի վճռականությունից, միմյանց նայեցին և գլխով արեցին. «Մենք էլ ենք ձեզ հետ, վարպետ»։ Հաջորդ օրը նրանք սկսեցին։ Գևորգը իր ծրագրի մասին պատմեց Տեր Մարկոսին։ Քահանան երկար լսեց, հետո ժպտաց։ «Աստծո իմաստությունը հաճախ մարդկանց խելագարություն է թվում», ասաց նա։ «Դու ճիշտ ճանապարհին ես։ Եկեղեցին կօգնի ինչով կարող է»։ Լուրը արագ տարածվեց թաղամասում։ Սկզբում մարդիկ թերահավատ էին։ Շատերը, ովքեր երես էին թեքել Կարապետյաններից, շարունակում էին խուսափել նրանցից, չիմանալով ինչպես վարվել։ Բայց հետո սկսվեցին փոփոխությունները։ Առաջինը միացավ իրենց հարևանը, պապի Հովսեփը, 80-ամյա միատաղձագործ, որի ձեռքերը դողում էին, բայց աչքերը դեռ պայծառ էին։ Նա եկավ իր հին գործիքներով և ասաց. «Իմ պապն այս մատուռում է մկրտվել, ես կօգնեմ փայտի գործով»։ Հետո եկան մի քանի երիտասարդներ, ովքեր լսել էին պատմությունը։ Նրանք սկսեցին մաքրել մատուռի տարածքը աղբից ու մոլախոտերից։ Այն կանայք, որոնք շուկայում անտեսել էին տիկին Սաթենիկին, սկսեցին տաք ճաշ բերել աշխատողների համար, ամաչելով նայել նրա աչքերին։ Լևոնը, տեսնելով այս ամենը, դեռ չէր հավատում, բայց մի օր նա եկավ ոչ թե վիճելու, այլ աշխատանքային ձեռնոցներով։ Նա լուռ սկսեց օգնել քարերը տեղափոխելուն։ Քրիստոսի խորհրդի նոր ըմբռնումը սկսել էր ոչ թե բաժանել, այլ միավորել մարդկանց։ Այն ստեղծում էր նոր, անսպասելի դաշինքներ, հիմնված ոչ թե ընդհանուր թշնամու, այլ ընդհանուր բարի գործի վրա։ Տիգրանը մի քանի անգամ իր ջիպով անցավ այդ փողոցով։ Նա տեսնում էր աճող եռուեռը, մաքրվող տարածքը, պատերին հայտնվող առաջին նոր քարերը։ Նրա դեմքին զարմանքի և զայրույթի խառնուրդ էր։ Նա չէր հասկանում, թե ինչ է կատարվում։ Նրա զենքը, ճնշումը, զրպարտությունը, վախը կարծես թե չէր աշխատում։ Ընդհակառակը, իր յուրաքանչյուր հարվածը կարծես ավելի շատ էներգիա էր տալիս այս տարօրինակ շարժմանը։ Նա փորձում էր կռվել, բայց իր դիմաց ոչ ոք չկար։ Նրա թշնամին պարզապես հրաժարվում էր իր հետ կռվելուց։ Փոխարենը նա կառուցում էր եկեղեցի։ Մատուռի շինարարությունը վերածվեց հոգևոր մարտադաշտի։ Գևորգի համար յուրաքանչյուր դրված քարը ոչ թե պարզապես շինարարական գործողություն էր, այլ աղոթք, հավատքի դրսևորում և Քրիստոսի խորհրդի գործնական կիրառում։ Նա իր ամբողջ էներգիան, որը նախկինում վատնում էր զայրույթի և վախի վրա, այժմ ուղղում էր արարմանը։ Տիգրանը, տեսնելով, որ իր սպառնալիքներն ու հասարակական սևացումը չեն կոտրում Գևորգին, փոխեց մարտավարությունը։ Նա անցավ հոգեբանական ահաբեկման։ Ամեն առավոտ, երբ Գևորգն ու իր փոքրիկ թիմը սկսում էին աշխատանքը, ժամանում էին Տիգրանի երկու սև ջիպերը։ Նրա մարդիկ ֆիզիկապես ձեռք չէին տալիս, բայց ստեղծում էին անտանելի մթնոլորտ։ Նրանք մեքենաներից միացնում էին ականջ ծակող ռաբիս երաժշտություն, որը խլացնում էր ցանկացած խոսակցություն և խանգարում կենտրոնանալ։ Նրանք ցուցադրաբար աղբ էին թափում շինհրապարակի մոտ, այն վերածելով աղբանոցի, ծաղրում էին կամավորներին, վիրավորական արտահայտություններ բացականչում։ Լարվածությունը օդում կտրվում էր դանակով։ Շատերը, ովքեր սկզբում միացել էին ոգևորությամբ, սկսեցին վախենալ և մեկ առ մեկ հեռանալ։ Բայց Գևորգը անսասան էր։ Որքան բարձր էր հնչում երաժշտությունը, այնքան ավելի կենտրոնացած էր նա դնում հերթական քարը շաղախի վրա։ Որքան ավելի շատ էր աղբը, այնքան ավելի մաքուր էր նա պահում մատուռի անմիջական տարածքը։ Յուրաքանչյուր վիրավորանքի նա պատասխանում էր լռությամբ և հերթական քարը տեղադրելով։ Նրա հանգստությունը վարակիչ էր։ Վարդանը, Հակոբը, պապի Հովսեփը, տեսնելով իրենց վարպետի անսասանությունը, նույնպես ուժ էին գտնում իրենց մեջ։ Նրանք սովորել էին աշխատել այդ անտանելի աղմուկի մեջ, իրենց աշխատանքը վերածելով լուռ դիմադրության։ Մի օր, երբ Տիգրանի մարդիկ հատկապես ագրեսիվ էին, իսկ կամավորներից մնացել էին միայն ամենահամարները, տեղի ունեցավ անսպասելին։
Լևոնը, որը մինչ այդ օգնում էր լուռ ու դժկամորեն, հանկարծ վերցրեց իր մեքենայից հզոր դինամիկներ, որոնք օգտագործում էր խնջույքների ժամանակ։ Նա միացրեց դրանք և ամբողջ թաղամասում հնչեց ոչ թե ռաբիս, այլ Կոմիտասի հորովելը։ Հայկական հողի, աշխատանքի և հավատքի հզոր հնագույն մեղեդին բարձրացավ երկինք։ Մի պահ երկու երաժշտությունները խառնվեցին իրար, ստեղծելով անհեթեթ կակաֆոնիա։ Հետո, կարծես հասկանալով, որ պարտվում են այս տարօրինակ երաժշտական մենամարտում, Տիգրանի մարդիկ անջատեցին իրենց երաժշտությունը։ Լռության մեջ հնչում էր միայն Կոմիտասը։ Դա շրջադարձային պահ էր։ Լևոնը գտել էր իր պայքարի ձևը, ոչ թե բռունցքներով, այլ իր մշակույթի ուժով։ Այդ օրվանից սկսած ամեն առավոտ շինհրապարակը վերածվում էր համերգասրահի։ Մի կողմից Տիգրանի ագրեսիվ երաժշտությունը, մյուս կողմից հայկական դասական կամ հոգևոր երաժշտություն։ Եվ մարդիկ սկսեցին վերադառնալ, ոչ միայն օգնելու, այլև պարզապես ներկա լինելու, լսելու, իրենց աջակցությունը ցույց տալու։ Տեղական փոքր լրատվական կայքերից մեկի երիտասարդ լրագրողուհին, լսելով այս տարօրինակ պատմության մասին, եկավ ռեպորտաժ պատրաստելու։ Նա տեսավ երկու ճամբարները, ագրեսիան և ստեղծագործությունը, և գրեց մի հոդված. «Ով կհաղթի, բուլդոզերը, թե Կոմիտասը» վերնագրով։ Հոդվածը արագ տարածվեց համացանցում, մարդիկ սկսեցին գալ Երևանի տարբեր ծայրերից։ Ոմանք բերում էին ուտելիք, ոմանք շինանյութ, ոմանք էլ պարզապես գալիս էին իրենց ներկայությամբ ուժ տալու։ Մատուռի շինարարությունը դարձավ համաքաղաքային երևույթ։ Գևորգը, որը սկսել էր այս գործը միայնակ, այժմ իր կողքին ուներ հարյուրավոր մարդկանց։ Նա հասկացել էր Քրիստոսի խորհրդի մեկ այլ խորություն. երբ դու չարի էներգիան վերածում ես բարու, այդ բարին սկսում է ձգել դեպի իրեն այլ բարի ուժեր, ստեղծելով մի շղթայական ռեակցիա, որը չարն այլևս ի վիճակի չէ կանգնեցնել։ Նա հաղթում էր Տիգրանին, առանց նրա դեմ որևէ ուղղակի գործողություն անելու։ Նա պարզապես կառուցում էր իր աշխարհը, հիմնված սիրո և արարման վրա, և այդ աշխարհն այնքան գրավիչ էր դառնում, որ Տիգրանի ատելության աշխարհը սկսում էր մենակ ու անիմաստ թվալ դրա կողքին։ Մատուռի օծման օրը արևոտ էր ու տոնական։ Փոքրիկ շինությունը, որը կառուցվել էր հավատքով և համայնքի միասնական ուժերով, փայլում էր իր նորությամբ։ Օդում խնքի բույր էր, իսկ շուրջ բոլորը հավաքվել էր հսկայական բազմություն, ոչ միայն թաղամասի բնակիչներ, այլև բազմաթիվ երևանցիներ, որոնք հետևել էին այս անհավանական պատմությանը։ Գևորգը կանգնած էր մատուռի մուտքի մոտ, Անիի և իր երեխաների կողքին։ Նրա սիրտը լի էր խաղաղությամբ և երախտագիտությամբ։ Հանկարծ բազմությունը խշշացավ և ճանապարհ տվեց։ Սև փայլուն ջիպը կանգ առավ մոտակայքում, և միջից դուրս եկավ Տիգրանը։ Նա մենակ էր։ Նրա դեմքը քարի պես անարտահայտիչ էր, հագին սև կոստյում։ Բոլորը լռեցին, սպասելով, թե ինչ է լինելու։ Սա գագաթնակետն էր։ Տիգրանը դանդաղ քայլերով անցավ ամբոխի միջով և կանգնեց ուղիղ Գևորգի դիմաց։ Նրանց հայացքները հանդիպեցին։ Տիգրանի աչքերում այլևս չկար ամբարտավանություն, այլ միայն անսահման հոգնածություն և ներքին պայքար։ Գևորգը չսպասեց, որ նա խոսի։ Նա ձեռքը մեկնեց ոչ թե սեղմելու, այլ տալու։ Նրա ափի մեջ դրված էր մի փոքրիկ հարթեցված քար, որի վրա նրբորեն փորագրված էր մի խաչ։ «Ես իմացա, որ ձեր ծնողները, Վարդանն ու Մարիամը, այս թաղամասում են ապրել», ասաց Գևորգը հանգիստ, բայց այնպես, որ բոլորը լսեն։ «Այս մատուռը կառուցվել է նաև նրանց հիշատակին։ Թող նրանց հոգիները խաղաղություն գտնեն»։ Նա քարը դրեց Տիգրանի ձեռքի մեջ։ Մի պահ Տիգրանի դեմքի դիմակը ճաք տվեց, նրա շուրթերը դողացին, կարծես ուզում էր ինչ-որ բան ասել, բայց բառեր չէր գտնում։ Նրա մատները սեղմեցին փոքրիկ քարը։ Այդ պահին նա ոչ թե ամենակարող գործարար էր, այլ պարզապես մի մարդ, ում հիշեցրել էին իր արմատների, իր ծնողների մասին, այն ամենի մասին, ինչը նա կորցրել էր փողի և իշխանության հետևից վազելիս։ Նա ոչինչ չասաց։ Պարզապես կտրուկ շրջվեց, նստեց իր մեքենան և հեռացավ։ Բայց բոլորը տեսան, որ նա այլ մարդ էր հեռանում։ Դա հաղթանակ չէր, դա հաշտություն էր, ոչ թե մարդկանց միջև, այլ մարդու և իր խղճի միջև։ Ամիսներ անց մատուռը դարձավ թաղամասի սիրտը։ Գևորգի արհեստանոցը ծաղկում էր։ Պատվերներն այնքան շատ էին, որ նա ստիպված եղավ վերցնել նոր աշակերտների։ Բայց ամենամեծ փոփոխությունը տեղի էր ունեցել նրա ընտանիքում։ Մի երեկո, երբ նրանք աշխատում էին արհեստանոցում, Լևոնը, որը լուռ տաշում էր մի քար, հանկարծ ասաց. «Գիտես, ես երկար մտածեցի։ Դու ավելի ուժեղ գտնվեցիր, քան ես, եղբայրս։ Ես ուզում էի կռվել կրակով, իսկ դու ջրով հանգցրիր կրակը»։ Այդ լռության մեջ, մուրճի և սայրի հարվածների ներքո, ասված այդ խոսքերը ավելին էին, քան ցանկացած ներողություն։
Դա հարգանքի եւ ըմբռնման խոստովանություն էր։ Նրանց հարաբերությունները վերականգնվել էին ավելի ամուր հիմքի վրա։ Մի օր Գևորգը փոստով մի ծրար ստացավ։ Մեջը փաստաթղթեր էին, որոնք վկայում էին, որ արհեստանոցի հողատարածքի սեփականության իրավունքը անվերապահորեն վերադարձվել է Կարապետյանների ընտանիքին։ Ուղարկողի անուն նշված չէր, բայց Գևորգը գիտեր, թե ով է դա։ Տիգրանը սուրբ չէր դարձել, բայց նրա մեջ ինչ-որ բան փոխվել էր։ Գևորգի արարքը ոչ թե ոչնչացրել էր նրան, այլ արթնացրել էր նրա մեջ քնած մարդուն։ Սիրելի բարեկամներ, մենք միասին անցանք Գևորգի պատմության միջով։ Մենք տեսանք, թե ինչպես Քրիստոսի առաջին հայացքից անիրագործելի թվացող խորհուրդը «Սիրեցեք ձեր թշնամիներին» դարձավ ոչ թե թուլության, այլ անհավանական ուժի աղբյուր։ Գևորգը հասկացավ, որ Տիրոջ խոսքը ոչ թե պասիվ հնազանդության կոչ է, այլ ստեղծագործական դիմադրության ռազմավարություն։ Նա սովորեց չարի կործանարար էներգիան վերածել բարու և արարման։ Այս պատմությունը մեզ սովորեցնում է, որ մեր կյանքում հանդիպող քարերը կարող են կամ կոտրել մեզ, կամ դառնալ մեր տաճարի հիմնաքարերը։ Ընտրությունը մերն է։ Հիմա խնդրում եմ ձեզ, սիրելի եղբայրներ և քույրեր, կիսվեք մեկնաբանություններում։ Ինչպես կկիրառեիք Հիսուսի այս խորհուրդը ձեր կյանքի իրավիճակներում։ Ինչ դասեր քաղեցիք Գևորգի պատմությունից։ Շնորհակալ եմ, որ այս ճանապարհորդության ընթացքում մեզ հետ էիք։ Թող Տիրոջ խաղաղությունը և իմաստությունը լինեն ձեզ հետ։ Ամեն։